Մինչ այս ամբիոնի ետևում կհայտնվի Էդգար անունով մի անձնավորություն եւ կպատմի նրա մասին, հերիք է մեր հայացքները սևեռեն երկինք եւ նրանք պատմում են լավագույն պատգամները Աստծո մասին։ Երկինքը եւ երկինքը պատմում են նրա ողջ լիության եւ նրա ողջ փառքի մասին։ Ես 2 օր առաջ գնացել ենք գյուղ մեր ընտանիքով ման գալու եւ հաջորդ օրը առավոտյան արթնացանք եւ դուրս եկանք ման գալու, գնացինք լեռները, հրաշալի բնություն կա եւ այնպես էի տպավորված այդ լեռներով, այդ վեհաշուք մեր լեռներով, սերներս այդ հրաշք անտառներով, երբ որ արևը դուրս եկավ, արևը իր ջերմությամբ ուղակի սփռեց ողջ լեռների վրա։ Եվ հավատացեք, ամենալավագույն պատգամը, որ ես տեսա եւ լսեցի, դա հենց այնտեղ էր։ Նրանք իսկապես պատմում էին Աստծո մեծության մասին, նրանք իսկապես պատմում էին Աստծո հրաշալի կերպարի մասին, սիրելիներս։ Ամեն արժի փառք տալ Աստծուն նրա մեծության համար։ Եթե դուք ինձ հարցնեք, թե քո պատգամի վերնագիրը որն է, ես հետևյալը կպատասխանեմ. կնիքը փակված հույսից, բացված փրկությամբ։ Գիտեք, սիրելիներս, երբ որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը իր կյանքը տվեց համայն մարդկության համար, նրա մտերիմները, նրա աշակերտները խաչափայտից նրան իջացրեցին ցած, որպեսզի գերեզման դնեին։ Ժառափոր գերեզմանում, այդպես է գրված, այդպես է ներկայացնում ավետարանը։ Եվ գերեզմանին մի մեծ քար դրեցին եւ գերեզմանը կնքեցին։ Ավելի լավ նկարագրում է Մատթեոս 27:66։ Նրանք գնացին գերեզմանին, հսկողություն սահմանեցին, քարը կնքելով եւ պահակազոր կարգելով։ Ծանր մթնոլորտ էր, լարված էին աշակերտները, ստրեսի մեջ էին, վախերի մեջ էին։ Կարծես նրանք մտածում էին ավարտվեց այն իրադարձությունները, որ Քրիստոսն էր քարոզում նրանց մեջ։ Այդ լռությունը կարծես նրանց շփոթության մեջ էր գցել, սիրելիներս։ Գուցե նրան հետևողները վախի, ստրեսի անորոշություն էին զգում, անհուսություն ապագայի հանդեպ։ Արդյոք սա վերջն էր։ Նրանց մոտ այնպիսի տպավորություն էր առաջացել, կարծես սա վերջն էր։ Փրկության էլ դուր չկար, էլ հույս չկար։ Մարդիկ ուզում էին փակել մի պատմություն, կարծելով թե ավարտվեց այդ պատմությունը, բայց Աստված դեռ չէր խոսել։ Աստված դեռ չէր խոսել, սիրելիներս։ Հովհաննեսի 21:3-ում նկարագրում է, երբ որ առաքյալները անհուսության մեջ էին գտնվում, հավաքվել էին մեկտեղ, եւ Պետրոսը հետևյալն ասաց. Սիմոն Պետրոսն ասաց նրանց. գնում եմ ձուկ որսալու։ Նրան ասացին. մենք էլ ենք քեզ հետ գալիս։ Նրանք ելան եւ նավ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Տեսեք, այս դեպրեսիան, այս անհուսությունը, այս վախը, այս ստրեսը ապագայի հետ կապված նրանց տարավ իրենց հին կյանք, այնտեղ, որտեղից Քրիստոսը վերցրել էր նրանց։ Երբ որ բացակայում է Քրիստոսը հավատացյալ անձնավորության կյանքում, աշակերտի կյանքում, անձնավորությունը գնում է իր հին կյանքը, կանչում է ետ է գնում եւ իր հին կյանքով է ապրում։ Կարծես ասում էին այս պատմությունը ավարտվեց, բայց երբ մարդիկ կնիկ դրեցին ասելով վերջ, գիտեք Աստված ինչ ասաց։ Ասաց սա նոր սկիզբ է։ Աստված ասաց սա նոր սկիզբ է։ Մարդկության պատմությունը կարծես հավաքվել էին մի մտքի, մի գաղափարի շուրջ, որ դա սատանային ավելի շատ դուր էր գալի, բայց Աստված դեռ չէր խոսել։ Բայց Աստծո համար ոչ մի մարդկային կնիկ վերջնական չէ, սիրելիներս։ Կնիքը, որ նշանակում է փակողի, մենք կտեսնենք դա որն է։ Մատթեոս 27-ում մենք ընթերցեցինք գերեզմանին դրվեց կնիկ իշխանական անխախտող։ Դա գիտեք ինչ իշխանական եւ անխախտող կնիկ էր։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջաններում էին։ Երբ որ կնքում էին մի բան, մի իր, այդ կնիքի վրա հռոմեական կայսրության զինանշանն էր։
Դա անխախտող մի բան էր, դա կայսրի զինանշանն էր այդ կնիքի վրա։ Եվ դա խորհրդանշում էր այդ իշխանությունը եւ այն անխախտելիությունը։ Մարդիկ կնիք են դնում, երբ ցանկանում են վերջ դնել մի բանի։ Փակել դուռը, ավարտել գործը, հաստատել որոշումը։ Քարը մեծ էր։ Այն կարող է լինել քո կյանքի նեղությունը, դժվարությունը, այն բեռը, որ դու կրում ես, դա կարող է լինել այդ քարը, սիրելիներս։ Կնիքը անխախտելի, պահակը զորեղ։ Բայց ոչ մի քար, ոչ մի կնիկ, ոչ մի զորեղ պահակ չի կարող կանգնեցնել Աստծո կյանք տվող զորությանը, սիրելիներս, արժե փառք տալ Աստծուն։ Աստված էլ ունի կնիկ, բայց Աստծո կնիքը ուրիշ է։ Նա կնիկ է դնում ոչ թե կործանելու, այլ ապրեցնելու համար։ Ոչ թե մերժելու, այլ ընդունելու։ Ոչ թե վերջ դնելու, այլ նոր սկիզբ տալու համար։ Այդ քարի վրա դրվեց կնիկ, չկանգնեցրեց Քրիստոսին, բայց այն բացահայտեց մարդկանց անսահմանափակությունն ու Աստծո անսահման զորությունը, սիրելիներս։ Ինչու՞։ Դանիել 4:17-ում հետևյալն է գրված. որպեսզի ապրողներն իմանան, որ ամենաբարձյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, եւ այն տալիս է ում որ ուզում է, եւ մարդկանց ամենանվաստին է կարգում նրա վրա։ Հիմա մենք հասկանում ենք Աստծո զորությունը, Աստծո մեծությունը, սիրելիներս։ Մարդիկ ասում էին մեռած է, վերջ։ Ես կարծում եմ, որ այդ պահին Աստված երկնքից նայեց եւ ժպտաց։ Քանի որ Սաղմոս 2:4-ում հետևյալն է գրված. Տերը երկնքում բնակվողը ծաղրում է, Տերը ծիծաղում է նրանց։ Տերը ծիծաղում է նրանց վրա։ Եվ այստեղ օգնության է հասնում ամբակումը 1:10-ում։ Եվ նա պիտի ծաղրի թագավորներին, իսկ իշխանները նրան ծանակ պիտի լինեն։ Այսինքն ծաղրու ծանակ պիտի դարձնի Աստված նրանց։ Նա ծիծաղում է ամեն ամրոցի վրա։ Նա ծիծաղեց հռոմեական այդ ամուր ամրոցի վրա, որը չկարողացան կանգնեցնել Աստծո ծրագրին։ Որովհետև նա հող է դիզում եւ վերցնում է այն։ Նա հիմնահատակ է անում այդ հզոր ամրոցները, սիրելիներս։ Բայց գիտեք Աստված ինչ ասաց։ Աստված նաև սա էլ ասաց։ Աստված ասաց դեռ երրորդ օրը չի եկել։ Կարծես սատանան ուրախացել էր, կարծես սատանան ասեց վերջ, ես արգելք հանդիսացա Աստծո այն օրհնությանը, որ նա պատրաստել էր իմ եւ քո համար, սիրելիներս։ Բայց Աստված ասաց դեռ երրորդ օրը չի եկել։ Քանի որ Քրիստոսից 750 տարի առաջ Ովսեն հետևյալն է մարգարեացել։ Ովսե 6:2 նա 2 օր հետո կվերակենդանացնի մեզ։ Երրորդ օրը նա մեզ կկանգնեցնի, որ մենք ապրենք նրա առաջ։ Ոչ թե ուղակի գնանք, ոչ թե ուղակի մեռնենք, ոչ թե ուղակի անհուսության մեջ ընկնենք, վախերի, ստրեսի մեջ, այլ ապրենք։ Մեր Տեր Աստված կյանք տվող Աստված է, սիրելիներս։ Եվ Երկրորդ 2:14-ում մի հրաշալի խոսք կա, որ կուզեմ կիսվեմ ձեզ հետ, սիրելիներս։ Նա ով իմ աղավնի, ժառի խորոշներում, քարափի թաքստոցներում, ցույց տուր ինձ քո դեմքը, քո ձայնը լսելի դարձրու ինձ, որովհետև ձայնդ քաղցր է եւ դեմքդ հաճելի։ Ինչ ենք տեսնում այստեղ։ Տեսնում ենք Աստծո կյանք տվող զորությունը։ Տեսնում ենք այստեղ մի պատմություն, որ հավատացյալ անձնավորությունը պարփակվել էր միտեղ եւ նրա համար մի իդեալ էր ստեղծել, մի աշխարհ էր ինքը իր համար ստեղծել եւ դրա մեջ էր ապրում։ Բայց Աստված ասում է դուրս արի, քո դեմքը հաճելի է ինձ եւ քո ձայնը լսելի է ինձ։ Աստված կանչում է մեզ, սիրելիներս։
Մեր կյանքում էլ կան կնիքներ։ Կան բժշկի ախտորոշում, անբուժելի հիվանդություն։ Մարդը կարող է ասել ուղղակի անբուժելի, եւ սա դառնում է կնիք մեր կյանքում։ Եվ այստեղ օգնության է հասնում առաջի Պետրոս 2:24-ը։ Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով արդարության համար ապրենք։ Դուք նրա վերքերով բժշկվեցիք։ Մենք նրա վերքերով բժշկվեցինք։ Ինչքան դեպք է եղել Վարդուշքուր, որ բժիշկները ասել են անբուժելի է, մենք շատ դեպքեր ունենք այդպես։ Եվ Վարդուշքուրոս ծառայության միջոցով Աստված ներթափանցել է մարդկանց մեջ, եւ այդ անբուժելիությունը ուղղակի կոտրել է։ Վկայությունները բազմազան են, սիրելիներս, Աստծո գործը մեծ է։ Եվ այդ կնիքը չի կարող արգելք հանդիսանալ։ Սատանան փորձում է կնիքներ դնի իմ եւ քո կյանքում, բայց մեր Տեր Աստված կտեսնենք ինչ անում այդ կնիքները։ Սերներս, Աստված կարող է բուժել այն վերքերը, որոնք մարդու համար ուղղակի անբուժելի են թվում։ Գիտեք Հիսուսն ինչ ասաց Մատթեոս 19:26-ում։ Հիսուսը նայեց նրանց եւ ասաց. մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծո համար անհնարին ոչինչ չկա։ Դա թող քեզ չհուսահատեսնի։ Աստծո համար անհնարինը դեռևս հնարավոր չէ, քանի որ Հովհաննես 11-ում հետևյալն ասաց Հիսուս. եւ ամեն ոք ով կենթանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատում ես, Հիսուսն ասաց։ Միթե սա քաջալերացնող չէ, սիրելիներս։ Միթե սա մեր մեջ կյանք չի բխեցնում, որ ել ավելին վստահենք նրան, որպեսզի առաջ գնանք։ Հավատում ես, որ քո անբուժելիությունը Աստծո համար ոչինչ է։ Աներանելի իրավիճակ, փակ ճանապարհ, դեպրեսիա։ Կուզենամ մի պատմությունով կիսվեմ ձեր հետ, սիրելիներս։ Մի մարդու մասին եմ ուզում ձեզ պատմել, ում կյանքը լիակատար ճգնաժամի մեջ էր։ Ծանր ալկոհոլիզմը կործանեց նրա հեղինակությունը։ Նա հայտնվել էր Հոլիվուդի սև ցուցակում եւ կորցրել էր ամեն ինչ։ Դեպրեսիան եւ կախվածությունն այնքան խորն էին, որ դերասանը մտածում էր ինքնասպանության մասին։ Բայց ճգնաժամի ամենամութ պահին նա վերադարձավ իր քրիստոնեական ակունքներին։ Նա սկսեց աղոթել, Աստվածաշունչ կարդալ։ Հավատքի հանդեպ այս վերադարձի արդյունքը եղավ նրա հանճարեղ Քրիստոսի չարչարանքներ ֆիլմը, որը շատերս դիտել ենք, դարձել կինոյի պատմության ամենագեղեցիկ հոգևոր գործերից մեկը։ Եվ այդ մարդը Մել Գիբսոնն էր, ում պատմությունը կարծես մի պահ ավարտվել էր, Աստված նայեց ու ասաց. «Սա նոր սկիզբ է»։ Գիտես, երբ որ մենք նայում ենք մեր կյանքին, ասելով թե ավարտված է, ասելով թե վերջացավ, Աստված նայում է եւ ասում է. «Սա նոր սկիզբ է»։ Գիտեք, սիրելիներս, երբեմն մեզ համար դժվար է լինում հավատքով ապրելը, որովհետև երևույթը այլ բան է ասում, հավատքը մեկ այլ բան։ Դրա համար Աստված նախապես Ամբակոմի շուրթերում հետևյալն ասաց. իմ արդարը հավատքով պիտի ապրի։ Շատ դժվար է սա, բայց երբ որ մենք վստահում ենք նրան, վստահում ենք Սուրբ Հոգուն, այդ ժամանակ ենք զգում Աստծո զորությունը, Աստծո մեծությունը մեր կյանքում, սիրելիներս։ Ամեն։ Աստված հաճախ գործում է այնտեղ, որտեղ մարդկային հնարավորությունը ավարտվում է։ Մարդկային զորությունը անհնար է գործել։ Աստված հենց այդ ժամանակ է գործում։ Հիշում եք Աստված Պողոս առաքյալին ինչ ասաց. Ես գործում եմ այնտեղ, որտեղ դու տկարանում ես։ Եվ իմ զորությունը քեզ բավական է։ Ընտանիք, որտեղ սերը սառել էր, ընտանեկան անհաշտություններ, բաժանումներ, եւ սրանք էլ են կնիքներ, ընտանեկան կնիքները, սիրելիներս։ Ընտանիք, որտեղ սերը սառել էր, խոսքերը դարձել է վիրավորանք։
Ինչու, որովհետև էլ չկա Տիրոջ ներկայությունը։ Ինչու, որովհետև էլ չկա աղոթք, չկա ընթերցանություն, չկա միաբանություն։ Եվ սա փլուզման պատճառ է դառնում, փլուզման առիթ է դառնում։ Բայց Աստված դեռ կարող է տեսնել վերականգնման հնարավորություն, սիրելիներս, այդ իրավիճակներում էլ։ Մարդու վրա կնիք է դրվել, սա երբեք չի փոխվի։ Սրանից հույս չկա։ Ծանոթ արտահայտություն է, չէ՞։ Ուշ է արդեն, այս ընտանիքը չի վերականգնվի։ Չի կարող ազատվել իր կապանքներից։ Աստված էլ սրան չի փոխի։ Ամենածանր պիտակներից մեկը, Աստված էլ սրան չի փոխի։ Գիտեք այս խոսքերի մեջ ով է մեզ հասնում օգնության։ Երեմիան է հասնում օգնության։ 13:23-ում հետևյալն է ասում. Միթե Եթովպիացին կարող է փոխել իր մաշկը կամ ինձ է իր խայտերը, այսինքն ընձառյուծը իր խայտերը։ Ուրեմն դուք եւս որ սովորել եք չարություն անել, կարող եք բարություն անել։ Տեսեք, սիրելիներս, մի ժողովուրդ, որ հակված էր մեղքին, հակված էր մեղք գործելուն, ավելի շատ սիրում էր գնար բաղամին զոհ մատուցեր, ավելի շատ սիրում էր գնար կուռքերի հետ ժամանակ անցկացնել, քան այն Աստծուն, որ մեծ բազուկով հանեց նրանց Եգիպտոսի երկրից, որ շատ հրաշքներով գործեց իրենց մեջ։ Նրանք հակված էին մեղքին։ Նրանք սովոր էին գնային այն ճանապարհներով, ուր նրանց հայրերն էին գնացել եւ իրենց ծերունդներին առաջնորդում էին, որ կործանվեին։ Հնարավորինս հեռացնեին Աստծուց։ Նրանք սովոր էին դրան։ Եվ նրանց համար շատ դժվար էր, որ հետ վերադառնային այն ակունքներին, որ կար նրանց նախահայրերի մեջ։ Նրանց համար շատ դժվար էր, բայց Աստված մարգարեի շուրթերով հետևյալն է ասում է. տեսեք, սիրելիներս, Եթովպիացին, որ սևամորթ էր, միթե ասում էր նրա մաշկը կփոխվի։ Կամ ընձառյուծը իր խայտերը, ինձերը, իր խայտերը կփոխի։ Մարդկայնորեն դա անհնարին բան էր, անհնարին։ Բայց Աստված ասում է, դուք կարող եք բարություն անել, դուք կարող եք փոխվել, հույս կա քեզ համար, եթե նայես ինձ, եթե վստահես ինձ, քո ամբողջ սրտով և քո ամբողջ էությամբ, և այստեղից էլ առաջացել է այս խոսույթը, կարմիր կովի հիրկաշին չի փոխի, իսկ մենք նայելով աստվածաշնչյան չափանիշներով ասում ենք կփոխվի, որովհետև մենք մեր հայացքը սևեռում ենք երկինք, որովհետև մենք ընթանում ենք այն Աստծո առջևից, որ մեր կյանքը հիմնահատակ փոխեց, սիրելիներս։ Բայց Աստծո համար ոչ մի մարդկային կնիկ վերջնական չէ։ Նրա համար այդ կնիկները, գիտեք ինչ են, դռներ են հրաշքի։ Այդ կնիկները դռներ են հրաշքի։ Ով կարող է բացել կնիքը։ Ով կարող է բացել։ Կարծես երկնքում անորոշության մեջ էին գտնվում։ Ով կարող է բացել այս կնիքները։ Հայտնություն 5:2 մի զորավոր հրեշտակի տեսա, ուշադրություն, այնտեղ զորեղ պահակ էին կարգված։ Իսկ այստեղ մեզ հետ է զորավոր հրեշտակ։ Մի զորավոր հրեշտակ տեսա, որ բարձրաձայն աղաղակում էր. ով է արժանի այս գիրքը բացելու եւ նրա կնիքները քանդելու։ Ոչ ոք, ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ էլ երկրի տակ, որ կարող է այդ գիրքը բացել եւ նրա մեջ նայել։ Ոչ միայն բացել, այլ այդ գրքի մեջ նայել, ոչ ոք։ Հովանեսը լալիս էր, որովհետև ոչ ոք չէր կարող բացել այդ անորոշություն։ Առաքյալը կարծես թե մտածում էր, մենք անորոշության մեջ ընկել ենք մի անգամ։ Մենք վախի, ստրեսի մեջ ընկել ենք մի անգամ։ Անգամ ավետարանը հիշեցնում է, որ մի երիտասարդ սավանը թողեց եւ փախավ, վազեց։
Ոմանք ասում են դա Հովհաննես առաքյալն էր, իսկ ոմանք էլ ասում են երիտասարդներից մեկը, մենք չենք կարող հստակ ասել, բայց վախի եւ ստրեսի մթնոլորտի մեջ էին նրանք։ Հովհաննեսը կարծելով, թե նորից կրկնվեց այս պատմությունը, Տեր, բայց օգնության է հասնում երեցներից մեկը 5:5-ում։ Հայտնություն 5-րդ գլուխ 5-րդ համարում։ Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. լաց մի եղիր։ Ահա հաղթեց առյուծը Հուդայի ցեղից, Դավթի արմատը, որ բացելու է այդ գիրքը եւ քանդելու է նրա 7 կնիքները։ Գիտեք, գալիս է մեկը, որ ոչ ոք չէր պատկերացնում, չէր մտածում նրա մասին, գառը, որ մորթվեց։ Գալիս էր մեկը, որ արժանի է բացելու այդ կնիքները եւ նայելու այդ գրքի մեջ։ Մեր կյանքի պատմության կնիքներն էլ փակ են թվում։ Երբեմն մենք էլ լացում ենք, չգտնելով ճանապարհ։ Երբեմն մենք էլ անհուսության մեջ ենք ընկնում, չգտնելով ելքը ճանապարհը, բայց Հիսուսը գիտեք ինչ ասաց։ Հովհաննես 14:6։ Հիսուսը նրանց ասաց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Նա է ճանապարհը, սիրելիներս։ Եթե այսօր քեզ վախը, ստրեսը ապագայի հանդեպ հեռացնում է Աստծուց, փորձելով տանի քո հին կյանք, հերիքա նայես Աստծուն, հերիքա քո հայացքը սևեռես Աստծուն եւ Աստված քեզ ճիշտ ճանապարհի վրա կկանգնեցնի։ Քրիստոսն է միակ արժանի այդ կնիքները բացողը, սիրելիներս։ Ինչու հենց նա։ Ինչու ոչ հրեշտակ, ոչ մարգարե, ոչ սրբեր։ Ինչու հենց նա։ Որովհետև Գործք առաքելոց 4:12-ում հետևյալն է ասում. Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով կարող ենք փրկվել։ Չկա ուրիշ անուն, սիրելիներս։ Եվ Հովելն է այստեղ լրացնում այս համարը 2:32-ում։ Եվ ամեն ոք ով կանչի Տիրոջ անունը կփրկվի, որովհետև Սիոն լեռան վրա եւ Երուսաղեմում Տիրոջ ասացի պես ազատում կլինի, նաեւ այն մնացորդի մեջ, որոնց Տերը պիտի կանչի, որովհետև միայն նա, սիրելիներս, միայն նա կարող է քեզ ազատել եւ քեզ կանչել քո այդ ճգնաժամից։ Քանի որ նա մորթվեց ու իր արյունով գնեց մեզ, քանի որ նա է արժանի, գիտեք ինչու, որովհետև վճարեց, որովհետև գին վճարեց եւ այդ գինը շատ բարձր է։ Ես չեմ ասում այդ գինը թանկ է, այդ գինը ուղղակի գին չունի, որ դու կարող ես այդ չափանիշներով տալ, անսահման է այդ գինը։ Ինչու, որովհետև ոչ թե խոսքով վճարեց, ոչ թե ասաց դու գեղեցիկ ես արարված, քո գեղեցկության համար ես քեզ կփրկեմ, ոչ էլ քաղցր խոսքերով, որ մենք այսօր լսում ենք քաղցր խոսքեր, ականջոյող խոսքեր, այլ իր կյանքը տալով, սիրելիներս։ Նա վերցրեց խաչը, կրեց մեղքի ծանրությունը եւ բացեց փրկության ճանապարհը։ Դրա համար Հիսուսն ասաց. ես եմ ճանապարհը, արդեն բաց է։ Ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա։ Կարող ենք փառք տալ Աստծուն սրա համար, սիրելիներս։ Հայտնություն 3:7-ում Ֆիլադելֆիայի եկեղեցու հրեշտակին գրիր. այսպես է ասում Սուրբը, ճշմարիտը, որ Դավթի բանալին ունի։ Նա որ բացում է, ոչ ոք չի փակում, նա որ փակում է, ոչ ոք չի բացում։ Եվ Եսայան ասում է, սա ինչ բանալի է։ Եսայան է այստեղ հաստում օգնության 22:22-ում։ Ես Դավթի տան բանալին կդնեմ նրա ուսին։ Մենք բանալին հիմնականում ինչ ենք անում, պահում ենք մեր ձեռքերի մեջ, դնում ենք մեր գրպանում
Երբեմն մեր պայուսակի մեջ, մեքենայի մեջ, բայց ասում ա կդնեմ նրա ուսին։ Միթե բանալին այդպես մեծ էր, որ կարող է տեղավորվել ուսին։ Եվ նույն խոսքերն է ասում, երբ նա բացում է, ոչ ոք չի փակում։ Երբ նա փակում է, ոչ ոք չի բացում։ Եվ այդ բանալին խաչն է սիրելիներս։ Այդ խաչը դարձավ բանալին։ Այդ ճանապարհի ընթանալու բանալին էր սիրելիներս։ Նա չբացեց կնիքը զորությամբ, այլ զոհաբերությամբ, թեև կարող էր զորությամբ բացեր այդ կնիքները, կարող էր, բայց բացեց զոհաբերությամբ, որը ավելի գնահատելի էր հոր առաջ։ Հայտնություն 5:9 Եվ նոր երգ էին երգում ու ասում. արժան ես այդ գիրքը վերցնելու եւ դրա կնիքները բացելու, որովհետեւ մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր։ Աստծո համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։ Քիչ առաջ մենք ինչ էինք անում։ Երկրպագում էինք, փառաբանում էինք Աստծուն։ Նույնն էին անում երկնքում սրբերը սերներս։ Փառաբանում էին Աստծուն եւ երկրպագում էին Աստծուն։ Եվ այդ ընթացքում Աստված Քրիստոսով բացում էր այդ կնիքները։ Քո երկրպագությունով եւ քո փառաբանությունով բացվում են այն փակ կնիքները, որ սատանան կողպել է ամուր։ Ամեն։ Քո կյանքի պատմության կնիքները կարող են այսօր բացվել Քրիստոսով։ Մենք կտեսնենք կնիքից այն կողմ բացվող փրկությունները։ Այն կնիքը, որ փակ էր, այժմ բաց է։ Այն խոսում է, փակված կնիքը խոսում է գաղտնիքի մասին, սիրելիներս։ Իսկ բացված գիրքը Աստծո հայտնված կամքի ու հույսի մասին կար մի ժամանակ, որ փակ էր այդ գիրքը, գաղտնի էր։ Որովհետև հրեշտակ Դանիելին ասաց 12:9-ում, եւ նա ասաց. գնա Դանիել, որովհետև այս խոսքերը գաղտնի պահված եւ կնքված են մինչև վախճանի ժամանակը։ Գիտեք, 5 կտակարանում վախճանաբանական գիրքը համարվում է Դանիելի գիրքը։ Իսկ նոր կտակարանում վախճանաբանական գիրքը համարվում է հայտնության գիրքը, որով փակվելու է ամբողջ պատմությունը։ Այնինչ փակ էր ուժի առաջ, բացվեց սիրո ու զոհաբերության միջոցով, սիրելիներս, որտեղ գին վճարվեց։ Այդ գիրքը իմ եւ քո փրկության պատմությունն է, որ մենք այսօր նստած ենք, կանգնած ենք նրա առջև, երկրպագում եւ փառաբանում ենք եւ վայելում ենք Տիրոջ ներկայությունը, ուղղակիորեն վայելում ենք։ Եսայա 53:4-5 Հիրավի նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց, մենք նրան համարում էինք պատուհասած, Աստծուց հարվածված եւ տանջված։ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց եւ մեր անօրենությունների համար հարվածվեց։ Պատիժը, որ մեզ բաուրություն բերեց, նրա վրա ընկավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Աստված ծրագիր ունի մեզ համար, որպեսզի մեզ մաքրի եւ կատարյալ սիրտ ստեղծի մեր մեջ։ Քրիստոսով զգեստավորված սիրելիներս։ Հենց այսօր սա վերաբերվում է մեզ, որովհետև նա է մեր մեղքերը վերցրեց։ Մեր դատապարտությունը իր վրա առավ եւ մեզ հույս տվեց նոր կյանքի համար։ Նոր կյանքի համար։ Որտեւ Աստված նայեց եւ ասաց. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Եվ ամեն բան նոր եղավ եւ այդ կյանքի մեջ չի կարող փակված կնիքներ լինել սատանայից։ Աստված եկավ, որ իմ եւ քո կնիքները բացի։ Սերներս, Հիսուսը միայն գիրքը չբացեց, այլ բացեց նաև փրկության ճանապարհը մեզ համար։ Մեղքի կնիքը, խայտառակության կնիքը, սերնդային կնիքները, դրանք բացեց մեզ համար։ Մեղքի կնիքն ասում է՝ դու մեղավոր ես։
Խայտարակության կնիքը դու անարժեք ես։ Բայց Քրիստոսն ասում է, դու կարող ես նոր կյանք ունենալ։ Դու կարող ես նոր կյանք ունենալ իմ միջոցով։ Մեղքի կնիքը դատապարտում է, բայց Քրիստոսի կնիքը կյանք է տալիս։ Այդ գիրքը մեր փրկության պատմությունն է։ Երբ կյանքը մեզ ասում է, քո պատմությունը ավարտված է, Աստված Քրիստոսի միջոցով ասում է, ես եմ բացողը, եւ երբ որ ես բացում եմ, ոչ ոք չի կարող փակել։ Դու քուցե մտածում ես, իմ կյանքի վրա արդեն կնիքներ են դրել։ Բայց Քրիստոսը հաղթել է։ Հաղթել է Քրիստոսը։ Դու կարող ես այսօր ազատվել մի բանից, որի վրա աշխարհը կնիք է դրել։ Որի վրա աշխարհը կնիք է դրել։ Կնիքը քո կյանքի վերջը չէ, այլ Քրիստոսի միջամտության հնարավորությունը, գառը, որ մորթվեց, արժանի է բացելու։ Արժանի է բացելու։ Մենք մեր սրտերը պատրաստենք աղոթքի, ինչ որ մեկը հանկարծ պետք է լսի այսօր։ Լաց մի եղիր, ինչու լաց չլինեմ։ Իմ համար հույս չկա։ Ինչ է ասում Սուրբ Գիրքը իմ համար։ Ես անհուսության մեջ եմ, վախի մեջ եմ, տագնապի մեջ եմ, հույս չկա իմ ընտանիքից, անբուժելիություն, վախեր, ստրես ապագայի հանդեպ։ Ահա հաղթեց Հուդայից եղի առյուծը։ Ինչ որ մեկը պետք է լսի այսօր այս խոսքերը։ Ահա հաղթեց։ Եվ նա հաղթեց, եւ նա էլ կբացի քո կյանքի փակ կնիքները, սիրներս։ Հաղթել է նա։ Վերջին համարը տեսնենք եւ աղոթենք, սիրներս։ Հովհաննես 16:33-ում Հիսուսը հետեւյալն ասաց. Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություններ պիտի ունենաք, բայց քաջալերվեք, որտեղ ես հաղթել եմ աշխարհին։ Եվ այդ հաղթանակած Աստված այսօր պատրաստ է այդ հաղթությունը բաժնեկցել իմ եւ քո հետ, սիրելիներս։ Նա չի վերագրում այդ հաղթանակը միայն իրեն։ Նա բաժնեկցում է իր որդիների եւ իր զավակների հետ, սիրելիներս։ Կանգնենք աղոթքի։